Արցիկները խոսելու, դրա մասին ես ձեզ Կաթողիկոսի դուստր ունենալու մասին տարիներ առաջ մամուլը գրեց, բայց մենք չտեսանք համոզիչ հերքում Ինչ պիտի տեսնենք։ Անլուրջ բաներին լուրջ չեն պատասխանում։ Անցանք առաջ։ Դուք ինչ կներեք, դատարանից ինչ սպասելիքներ ունեք, այսօր ինքնաբացարկ հայտնելուց հետո հնարավոր է հասկանան այս գործի հիմքերի բացակայությունը եւ առհասարակը գործը։ Սիրելիս հարց եք տալիս, որը որ միայն հնարավոր պատասխան տվողը կարող է պատասխանել։ Համեցեք։ Շարունակում է մայրաթորի հաշիվներից օգտվել Արման Սարոյանը։ Այո։ Եվ հոգևոր գործունեություն իրականացնել։ Հավանաբար հարցը հենց սա է։ Հարցը նրանում է, որ եկեղեցու ներքին կանոնական ինքնավարության եւ ոչ թե հայ եկեղեցու, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներով բոլոր կրոնական կազմակերպություններին տրվում է ներքին կանոնական ինքնավարություն, որևէ մեկը չի կարող միջամտել, ձեռնադրել մեկին, չձեռնադրել, կարգալույծ անել, թե չանել, որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել, թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են նրանք մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետը, որի տեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեն հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ շատ ավելի առաջ ամենայն հայոց կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին։ Եվ ձեզ ասեմ, նույն այդ առաջնորդին ոչ թե հանել են, գցել են դուրս, այլ շատ ու շատ դեպքեր են եղել։ Մի վարքյան վերջացնեմ նոր։ Ես չգիտեմ, խոսում եմ, դուք կողքից խոսում եք։ Հաճեպազրույցը չնշանակում, որ անընդհատ պետք է խանգարեք։ Ես չեմ ժամանակ դրել, որ կթողնեմ կգնամ, ձեզ եք հասնել։ Հարցը նրանում է, որ սա եկեղեցու ներքին եւ ընդհանրապես կրոնական կազմակերպությունների է կամ ինչ է ամբողջ աշխարհով այդ կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնել։ Այ հիմա ասա։ Կներեք Սրբազան, թեմերում չպետք է լինեն խորհուրդներ, որոնց քննարկումների արդյունքում պետք է նշանակել Հայաստանի թեմերում եւ շատ այլ թեմերում, որտեղ որ կանոնադրություններով եւ հին մեր ավանդական կանոններով առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Թեմերը ստեղծվում են ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եւ ոչ թե ընտրություններով թեմական պատգամավորական ժողովներով։ Դրսում ինչու է այդպես։ Դրսում 20-րդ դարում որոշ այսպես կոչված դեմոկրատիկ երկրներում եւ հատկապես երբ որ մայրաթորը սովետական միության մեջ էր եւ շատ սահմանափակ էր ավելի գործունեությունը, այդ ժամանակ որոշ թեմերում այդ բաները ուրեմն փոխվեցին որպես ընտրություններով, բայց ի վերջո մենք ունենք կանոնադրություն Հայաստանի Հանրապետության կողմից գրանցված, որտեղ շատ հստակ գրված է, որ կաթողիկոսն է նշանակում, փոխում, դնում, Հիմա որտեղ ինչպես է դա կապ չունի։ Դուք ասում եք կաթողիկոսը Սարոյին դեպքում է, բայց տեղյակ եք, որ ԿՊ-ի նախընտրական կազմում կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված։ Սիրելիս, կարող է տեղյակ չլինեմ։ Ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ եւ համարում եք։ Ինչն է հնարավոր։ Գիտեք, հիմա ԿՊ-ի ժողովուրդ
ԿՊ Ներողություն եմ խնդրում, երկու քայլ առաջ կգաք ու պատասխանեք, բացվեք էլի լրագրող։ լավ է։ Հա։ Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք այդ ԿՊ-ին հարցրեք այդ ձեր նախընտրական խոստումներից ինչն է արվել անցյալների այսօրվա ինչն է արվելու եւ ամենադատապարտելին այն է որ նույն այսօրվա իշխանությունները որը բնականաբար ԿՊ-ի իշխանություններն են հայ եկեղեցին մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու բայց երբևէ չեն մտածում որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելը իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխանություն հակադարձում են, թե դուք խախտվել եք իշխանական Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ եւ վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյաց եկեղեցին, Հայաստանի եկեղեցին չէ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուր եկեղեցի է։ Մի հատ հլո տեսեք, այս մենակ խո Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է Իշխանությունները գլխավորվել է ժողովրդի կամոք, ժողովրդի մեծամասնության քվեարկության միջոցով։ Օտարի պատվերն է իրականացնում։ Այո, եք որ քաղաքացիների ճնշմամբ կարող է կաթողիկոսին հեռացնել ԿՊ-ն։ Դե եթե քաղաքացիները գնան դրան Սրբազան 2025-ին մի ձայնագրություն հրապարակեց մամուլում, որտեղ դուք եւ նախկին հոգեվորական Աղան Երևանյանը խոսում եք եւ նա խոսում էր ցույցերի ճնշման մասին։ Դուք նաեւ այդ գործով հարցակնվել եք։ Իրականում այդպիսի բան եղել։ ես չեմ հարցակնվել այդ Հետ մամուլն էր գրում որ հարցակնվել։ Ես չեմ հարցակվել, ես հրավիրվել եմ որպես վկա։ Դա հարցակնություն։ պատասխանը Փաշազադեի հայտարարությունից հետո Ես այդ մասին ոչինչ հիմա չեմ ասել։ Անցած էտապներ են եւ ինչ որ պետք է ժամանակին ասել։ Բայց չեք երբում որ կաթողիկոսը ճնշումներ է։ Ոչ, այսինքն ինչի պիտի հերքել։ Ինչ Հա, ես եմ խոսում, ինչ եմ ասել։ ասում եք որոնց են Ես նման բան եմ ասել։ Այ գնա այդ ձայնագրությունը բերու ինձ ցույց տար, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ կեղծված է ձայնագրությունը։ Մի հատ բեր, լսեմ, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ Ինչ եք ասել Սրբազան։ Դուք ինչ եք ասել Որորել է այդտեղ։ որ նորը վերցնի եւ գնա հավաքի։ Հիմա ամեն մեկը ամեն ինչ կարող ասի։ Դա Ամեն ասացին ես պետք է ապացույց չէ այն բանի, որ եկեղեցին կաթողիկոսի մակարդակով ներքաշված է քաղաքական ոչ գործընթացներով։ սիրելիս, ամեն մեկի ասած է այսօր նորից եմ ասում։ Ով ինչ խելքից բրդում է եւ ում ինչ դրդումներ են անում, նա էլ խոսում է մամուլով։ Ասում եք որ եկեղեցին ժողովրդինն է, Այո, ժողովրդին։ այո, ժողովրդինն է, բայց այդ ժողովրդի կամոք արդյոք չի ձևավորվել այն իշխանությունը։ Ինչ իշխան։ Թողեք ես հարցը ձևակերպեմ։ Մի րոպե, սիրելիս։ Միջամուխ եղեք։ Թողեք իմ հարցը ձևակերպեմ։ Հա, Շարունակենք ձեր թույլտվությամբ։ Շարունակեք։ Եվ երբ որ Բագրատ arczepiskopos Գալստանյանը Սրբազան շարժում է նախաձեռնում եւ երբ նրան հարցնում են ասում են արդյոք կաթողիկոսը տեղյակ է այդ մասին ինքն ասում է առանց նրա գիտության եւ օրհնության ես չէի կարող այս շարժումը ղեկավարել առաջնորդել սա արդյոք եւս մեկ հաստատ չէ այն որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով դուրս է եկել ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական իշխանության դեմ Ոչ Հենց այդպես Ինչպես կհիմնավորեք Ոնց որ դուք չեք հիմնավորում, ես էլ չեմ հիմնավորում Անցանք ուրիշ Սրբազան
Սրբազան հայր, դուք հարց տվեցիք, մի րոպե խնդրում եմ։ Սրբազան հայր, այսօր հնարավոր է վերականգնել իշխանության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունը։ Եթե իշխանությունները իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն եւ նստեն բանակցության, այլ ոչ թե մեկ օրակարգ ընդամենը, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս իրադարձություններից հետո էլ Սրբազան հայր, երբ 9-րդ գումարման ազգային ժողովին չհրավիրեցին ամենայն հայոց կաթողիկոսին օրհնելու եւ դրան նախորդած բոլոր գործընթացները, վեհափառը պատրաստ է ներել։ Սիրելիս, քրիստոնյայի մեծագույն առաքինությունը ներելն է, բայց ես մշտապես կրկնում եմ, որ ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։ Եթե կա զղջում, անկարելի է, որ ներում չլինի։ Եթե ուզում եք ձեր գաղափարը համարեք, որ ճիշտ է, հա, այդպես դուք ասեք։ Բնական, չէ, հրավերը, սիրելիս, մեկին եթե չեն հրավիրում, չգիտեմ, դուք դպրոցում ռուս գրականություն անցել եք։ Դպրոցում ոչ համալսարանում։ Համալսարանում։ Այսպիսի մի բան կա։ Միզվանը ոչ խոժուտատար է։ Ի վերջո կա քաղաքակիր բաներ, որոնք պահվել են։ Ինչպես վեր եկերում գնում են։ Սրբազան հայր, Դե հիմա թող ասեն, ինչ ասեն է։ Սրբազան հայր, Նիկոլ Իրեն հարգող Փաշինյանը մարդը որևէ տեղ առանց հրավերի գնում է։ Բայց օրենք ասում է կաթողիկոսը իրավունք ունի։ Հա իրավունք ունի, բայց հրավիրում է։ Չէ, ախր սիրելիներս, նենց եք խոսում, ոնց որ կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն է ու իր գործը չի արել։ Սրբազան հայր, Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրով եւ իր կողմը անցած եպիսկոպոսներից այս ընթացքում որևէ մեկը վեհափառի հետ հանդիպման եկել է, օրինակ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ Ոչ մեկն էլ հանդիպան չի եկել եւ մենք այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, ովքեր եղել են Գերագույն հոգևոր խորհրդի մեջ, մենք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին էլ ենք նրանց հրավերներ ուղարկել, բայց մնացել են անպատասխան։ Նրա կողմից եղել է որևէ քայլ հանդիպում ունենա սրբազաներից որևէ մեկի։ Չի եղել, սիրելիս, եթե լիներ, կլիներ հանդիպում անպայմանորեն։ Ես ձեզ նորից կրկնեմ, ուր կա զղջում, ճշմարիտ քրիստոնյան չի կարող ներողամիտ չլինել։ Ուր կա զղջում։ Արցախահայերն էին ձեզ դիմել, որպեսզի անդրադառնաք Վրթանես Սրբազանի հարցին, նրան, այսպես ասած, կարգալույց հռչակեք, քանի որ նա չի ծառայում արցախահայերի շահերին։ Այս հարցին անդրադարձել եք Սրբազան, քննարկել եք կաթողիկոսի Որոշումը դուք շատ լավ գիտեք, որ դեռևս Սրբազանը մնում է իր տիտղոսով։ Այսինքն այնպիսի բան չի արել, կանոնական դաշտում է դեռևս գործում, որ կարգալույց չի հռչակում, որովհետև օրինակ Գևորգ եպիսկոպոսի պարագայում թեմի քահանաներն էին դիմել եւ խնդրել էին կարգալույց հռչակել, որը թեմի քահանաները խնդրել էին, այո, որպեսզի իրենց առաջնորդին փոխեն։ Այս դեպքում արցախահայերն էին ձեզ նման խնդրանք։ Մենք արցախահայերի հետ մշտական կապի մեջ ենք սիրելիս եւ այն հարցերը, որոնք կան, մենք նրանց հետ այդ հարցերը քննարկում։ Սրբազան, այս գործիշխանության այս գործողությունները ինչ-որ կերպ թույլատվում է հայ առաքելական եկեղեցին։ Երևի թե զորացնում է, որովհետեւ պատմության ընթացքին քրիստոնեական ոգին, հավատքը
Միշտ հալածանքների շրջանին շատ ավելի զորացել է։ Կապ չունի, առավել ևս։ Իսկ նման գործողություններով ինչ են ուզում հասնել։ Գիտեք, մի բան է պետք հասկանալ։ Մի բան է պետք հասկանալ մեր իրականության մեջ։ Այսօրվա այսպես կոչված չասելու, հա? Այս հնարավորություն կտա։ Հարցը նրանում է, որ պետք է շատ հստակ գիտակցել։ Հայաստանյայից առաքելական եկեղեցին Հայաստանում ինչ-որ մի կազմակերպություն չէ։ Հայաստանյայից առաքելական եկեղեցին մեր միակ պատմական, մշտապես գործող և գործելու է և իր ազգի ոչ միայն հոգևոր, այլև շատ ազգային տարբեր հարցերի համար իր առաքելությունը շարունակի։ Եվ եկեղեցին ոչ հեծ է, ոչ wellness կենտրոն է, որ կարելի է բոլշևիկյան ձևով խուլակաթափանել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Այ ուզում եմ, որ սա շատ լավ, շատերը գիտակցեն, որ այդպես չի լինի։ Եկեղեցին այն կազմակերպությունների նման կազմակերպություն չէ, եկեղեցին մեր ազգի հոգին է։ Մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է։ Այսինքն պետականացնել հնարավոր չէ այդ բոլշևիկյան իմաստով, էքսպրոպրիացիայի։ Իշխանությունը շարունակի։ Ես ձայնագրությունը լսեցի, այդ խոսքերը դուք չեք ասում, ձեր սխալման ձեզ վերագրեցի եւ հայ առաքելական ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Ես Սպասան, տեսեք, միշտ եկեղեցին վերագրվել են նաև այսպիսի մեղադրանքներով, դրսից ազդեցություն կա, հատուկ ծառայություն, FSB կապ չասած, ռուսական հատուկ ծառայություն, FSB, կա նման խնդիր, թե ոչ, հայ առաքելական եկեղեցու հետո ասում են դեռ ինչ-որ պետական տարիներին, եթե ուզում են եկեղեցին բարձր սպասում ունենալ, պետք է այսպես ասած FSB-ի դաբրոն ունենալ, այս մասով ինչ կա։ Նայեք տեսեք, նախ եւ առաջ այդ չարաբաստիկ սովետական KGB-ն, այդ ազդեցությունները, այն բոլշևիկյան կոմունիստական կուսակցությունը թվում էր, թե մեր կյանքից վաղուց դուրս է եկել։ Վաղուց մեր կյանքից դուրս է եկել։ Եվ իրականում այսօր KGB-ել չկա, որ ասում են KGB-ի ագենտ չգիտես ինչ։ Այսօր եթե ռուսական են ասում, ուրեմն FSB-ի չգիտեմ ինչ։ Բայց այսօր թեև ես կարծում եի մեր կյանքից դուրս է եկել, բայց դրա կլոնը մեր հայրենիքում ուրիշ անուններով է մեջտեղ ընկնում եւ նույն գործելակերպով սկսում է աշխատել։ Եվ նույն կոմունիստական կուսակցության, այսինքն բոլշևիկյան ոգիով եւ նույն KGB-ի մեթոդներով։ Իսկ ինչն է թե հայ եկեղեցին կապ ունի օտար ազդեցության հետ, հայ եկեղեցին օտար ազդեցության հետ պարզապես անհեթեթություն է դրա մասին խոսել։ Ինչ է նշանակում KGB-ի, ինչի օրինակ ՑՌՈ-ի չէ։ Ճիշտ է։ Ինչի կարող են Ինչի MI6-ի գաղտնիք չէ։ Ես բրիտանական քաղաքացի եմ։ Ինչի ինձ չեն որակավորում որպես MI6-ի։ Ես նույն հարցը տվել եմ իմ դեսպանին այստեղի, իմ հյուպատոսին է։ Արաբական տիրապետության տակ եղել է։ Արաբական տիրապետության տակ եղել է, ինչ կապ ունի։ Մասնավորապես նկատի ներողություն։ արտաքին ազդեցություն ասել նկատի ունենք Ռուսաստանի Դաշնության Մեկ վարքան, երկխոսության չեն վերածում, բայց ձեր նույն տրամադրությամբ, եթե Հայաստանը
եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօր գործող իշխանություններն էլ դրա մնացորդներն են։ Ձեր տրամաբանությամբ, ոչ թե ինձ։ Իշխանության կողմից Վերջ, շատ եղավ հոգնած է։ Իշխանության կողմից եկեղեցուն ուղղված մեղադրանքները, որ խառնված է քաղաքականությանը եկեղեցին, նաև հեգնում են ասելով, որ վեհափառ հայրապետը անձամբ գնաց եւ Սամվել Կարապետյանին այցելեց տնային կալանքի ժամանակ, ինչպես նաև ասում են ինչու է վեհարանում Սամվել Կարապետյանի լուսանկարը փակցված հետո ինչ որ բարեգործություն է արել։ Ոչ թե։ Վեհարանը եկեղեցի չէ նախ, եթե սկսենք դրանից։ Եվ երկրորդը վեհարանի ամբողջ նորոգությունները կցակառույցներով, ամեն ինչով սկսած կահավորումով բարեգործությամբ է արված Սամվել Կարապետյանի։ Մենք ամեն տեղ մեր բարերարների նկարներ ունենք դրած։ Գնացեք Գարեգին առաջին կենտրոն, գնացեք Վաչե Թամար Մանուկյան մատենադարան, այնտեղի բարերարների նկարներն են դրած։ Այստեղ էլ այդ բարերարի նկարներ դրված։ Ինչ կա դրանում։ Մենք խո իկոնա չենք սարքել դրել եկեղեցուն։ Այդ տգիտությունն է եւ այդ ընդամենը մի ցալքանի ուղեղի աշխատանք է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։